Հետևորդներ, այսօր տեսնում եք երկինքը կապույտ, պարզ, արև, բայց ցուրտ, ցուրտ։ Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ինչ ենք պատրաստելու այսօր միասին պատրաստելու ենք էլի թխվածքաբլիթ, մի խոսքով ասած, թխվածքաբլիթների շարանա գնում։ Վայ նրան, ով չնայի ու չպատրաստի։ Սիրելիներս, չմոռանաք զանգակ կոճակը բաժանորդագրվել, լայքել, գրվել ձեր մեկնաբանություններով, բոլորից էլ շնորհակալ եմ, ովքեր մեկնաբանություններ են գրում, լայքում են, սրտիկներ են դնում, լցել են նայում, էլի շնորհակալ եմ, բայց անպայման բաժանորդագրվեք սիրելիներս, որտեղ շատ հարկավոր է։ Դե սիրելիներս, ինչ ասեմ, գնացինք, բայց գոգնոցս չեմ կապել, գոգնոցս էլ կապեմ։ Դե գնացինք, սիրելի հետևորդներ ջանս, մի բաժակ կաթ ենք վերցնում, մի քիչ գոլից տակ, որտև եղանակները սառնա։ Վերցնում ենք 1 թեյի գթար դրոշ, վերցնում ենք 2 ճաշի գթար շաքարավազ, որովհետև սրա հետ ոչ մի բան չի լինել, որ գոնե քաղցրության մի քիչ համ տա։ Վերցնում ենք ձվի սպիտակուցը, լավ, քիչ պիտի խառնեի, հետո սպիտակուցը ավելացրի, ցնեմ վրազեցի, ոչինչ։ Սա էլ ստեղ դնենք, սիրելի հետևորդներ ջան, մեկ էլ ավելացնելու ենք, էնի հետո կարակ ենք ավելացնելու, սիրելիներս, սա մի հատ խառնում ենք, այնքան ենք խառնում, փրփրի, որ դու խառնվի, ձվի սպիտակուցը խառնվի և դրոժը։ Սրանք տնենք մի կողմի վրա, որ մեզ չխորանի, բաժակներ, կարակն ենք լցնում սիրելիներս, էլ մարգարինով չեմ սարքում, որովհետև մի բան, որ ուտում ես, գոնե հարմար լինի, առողջարար լինի, սիրելի հետևորդներ ջան, և 1,5 թեյի գթար աղ, ալուրի վրա եմ ցանում, նոր լցնեմ, այսպես խառնենք, նոր լցնենք։ Սիրելի հետևորդներ, որպեսզի ձեզանից ժամանակ ես չխլեմ, հլա շատ աշխատանք կա անելու, աշխատանքը խմորի վրա չածկացնենք։ Խմորը պատրաստեմ, հետո նորից կմիանամ։ Սիրելի հետևորդներ ջան, մեր խմորը պատրաստ է, փափուկ խմոր։ Մի քիչ ձև տանք, այսպես։ Բաժանում ենք մասերի։ Մեկ, երկուս, երեք, չորս, այսի կդնենք սրա հետ, մի քիչ վերցնենք,
4 Երևի տնենք սրա հետ։ Դե հիմա գնդեր ենք պատրաստում սիրելիներս, փոքր գնդեր ենք պատրաստում։ Շարում ենք սինի մեջ։ Նորից կմիանանք։ Ահա, սիրելի հետևորդներ, հիմա կամաց բացելու եք հերթականությամբ։ Բացելու ենք, լիստերը տնենք մի կողմի վրա, հետո էլ կերևա, ինչ ենք անելու։ Կապել այս տեղից։ Սա դնում ենք մի կողմի վրա, բայց որտեղ դնենք, երևի ստեղ էլ դնենք սենց, ալուր ցանենք, հերթականությամբ սենց շարենք։ Այս էլ եմ տնում, մասելի հետևորդներ, բոլոր գնդերը պետք է այս ձևի բացենք, հետո նորից կմիանանք, կտեսնենք, ինչ ենք անելու։ Սա էլ մեր կարկանդակները, տեսեք ինչ լավ է ստացվել։ Հարգելիներս, ուրեմն կարակ եմ քսում, հալեցրած կարակը։ Ափսեի տակը, այսենց, հիմա, լիստը ինքը փոքր է, մի հատ այսենց եք անում, ինքը մեծանում է։ Տեսեք ոնց մեծացավ ու դնում ենք ափսեի մեջ։ Չնայած այս ափսեի այս տակով պետք է լինի, շատ մեծն էլ պետք չի ու նորից կարակ ենք քսում։ Այսինչ եզրերով լավ քսում ենք։ Հիմա հաջորդը։ Իսկ ինքը հենց ափսեի տակով էլ այլ պետք չի որ մեծացնենք, բայց եթե մի ուրիշ բան եք անում, խմորը պետք է մեծանա, կարող եք այդտեղ ձեռքերիդ լավաշի նման ձեռքներիդ խփելով ինքը մեծանում է։ Էսի փոքր էր, կարելի է մի քիչ մեծացնել։
Չած եզրերից քաշում ես ինքը մեծանում է։ Հարգելիներս, ուրեմն սա շարունակական է։ Ես բոլորին կարակ կքսեմ, հետո հաջորդ գործողությանը կմիանանք, միասին կանենք։ Սիրելի հետևորդներ, ուրեմն դրել եմ հանգստացել է և բարձրացել է իրան չափից։ Հիմա անցնենք գլխավոր գործողությանը։ Սա դնենք մի կողմի վրա։ Կարակ կքսենք սեղանի, ափսոս է։ Սա դնենք մի կողմի վրա։ Չէ, ես կողմ։ Ու ձեռքերով պտի բացեք, սիրելի հետևորդներ ջան։ Ցետ հավելացնեմ, որովհետև կարակը կպնում է։ Հիմա հեշտությամբ կբացվի։ Բացեցինք։ Հիմա դանակով կտրում ենք։ Երևի սենց կտրենք։ Քաշենք։ Բոլորը սենց կտրում ենք։ Հիմա այսենց բացում ենք։ Բացում ենք։ Հետո ծալում ենք, այսենց, մի հատ էլ ենք բացում, հետո այսից ոլորում ենք սենց ու օղակ ենք սարքում և դնում ջեռուցի տապակի մեջ։
Ծալում ենք։ Ու ոլորում ենք։ Օղակ ենք սարքում։ Ուրեմն սիրելի հետևորդներ, ինչքան քաշում ենք, քաշվում է։ Եթե տեսնում եք, երկար է, շատ երկար է, այսքանը չենք կարող բոլորը, մի հատ էլ ծալեք, ոչինչ։ Մի հատ էլ ձգելով ծալեք ու ոլորեք։ Իրարից երկու տնեք, որ չխանգարեն իրար։ Տեսեք ինչքան է երկար։ Մի հատ էլ ծալեք։ ու նորից բացեք։ Ու հիմա ոլորում ենք այսենց։ Հնաց վերջինը։ Հասելի հետևորդներ ջան, տեսրանը վերջացրեցինք։ Հիմա դնելու ենք մի քիչ հասունանա, ու նոր դնենք թխվելու։ Տեսքը նայեք։ Դե նորից կմիանանք։ Հասելի հետևորդներ ջան, մոռացա ասել, որ ծածկում ենք սենց։ Ես դնում եմ ջեռուցը, որ շուտ հասունանա։ Հարգելիներս, արդեն ժամանակն է, որ ձուն քսենք եւ դնենք ջեռուցը թխվելու։ Քիչ հետո կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ, հիմա ուղարկում եմ ջեռուցը թխելու։ Mes սիրելի հետևորդներ ջան, մեր կականդակ ինչպես տեսակ, ընտիրությունն
Ընտիր կարկանդակներ ենք ստացել սիրելի հետևորդներ ջան։ Մի հատ էլ կփորձենք, կկտրեն միասին։ Տեսեք, որ ոնց է իրարից բաժանվում։ Սիրելի հետևորդներ ջան, վայ չուտողին։ Եթե ձեզ դուր եկավ այս տարբերակը, դուք էլ պատրաստեք, տեսեք ձեր մոտ ինչպես է ստացվում, նոր տարբերակ է, ոչ մի անգամ չեմ պատրաստել սիրելիներս, նորություն է։ Դե սիրելիներս, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, տարածել, գրվել ձեր մեկնաբանություններում, բոլորից շատ-շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսություն ձեզ։